Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից, եւ այս կիրակի օրը Հովանավանքում մասնակցելու եմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցած Սուրբ եւ Անմահ պատարագին։ Հատուկ այս պատարագին մասնակցելու նպատակով Թբիլիսից գալու եմ Հովանավանք։ Եվ կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանաք նաեւ գաք Հովանավանք եւ միասին մասնակցենք պատարագում։ Սա կարևոր օր է, կարևոր իրադարձություն եւ կարևոր մի նոր փուլի սկիզբ մեր եկեղեցու ազատագրման գործում։ Եվ համարում եմ, որ կարևոր է լինելու մեր միասին մասնակցելը պատարագում, ինչպես նաեւ սա կլինի հնարավորություն բոլոր ալիքի մասնակիցների համար, ձեր համար նաեւ, որ անձամբ ծանոթանանք եւ անձամբ շփվենք, խոսենք միասին տարբեր հարցերի շուրջ։ Այսպիսի հնարավորություն մենք դեռ չենք ունեցել անձամբ ձերը ծանոթանալու, ուստի այս հնարավորությունը նաեւ կսպասարկի այդ նպատակը։ Բոլոր այն մարդիկ, ով ուզում են մասնակցություն ունենալ մեր եկեղեցու ազատագրման գործում, ով ուզում են նաեւ իմ հետ անձամբ ծանոթանալ, կոչ եմ անում ձեզ կիրակի օրը գաք Հովանավանք եւ միասին մասնակցենք պատարագում։ Ժամը 11-ին արդեն բոլորս լինենք Հովանավանքում։ Բացի դրանից ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ տեղում կլինի նաեւ ի պաշտպանություն Հայաստանի հայկական լեգիոնը, քաղաքացիական կառույցը, որին դուք նաեւ կկարողանաք ինչպես տեղում, այդպես էլ նախօրոք կարող եք միանալ, որի գլխավոր առաքելությունը հրամանատար Անդրանիկ Դովլաթյանի առաջնորդությամբ աջակցել եւ մասնակցելն է հայ առաքելական եկեղեցու ազատագրման պատմական կարևորագույն գործում։ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հանդեպ մեր աջակցությունը, ինչպես մեր ազգին եւ մեր եկեղեցուն նվիրված քահանայի կարևորագույն քայլ է, որը բոլոր հայերը, ով հայ է եւ ով հասկանում է, թե ինչ իրավիճակում է մեր եկեղեցին գտնվում, այս քայլը բոլորս պետք է անենք։ Եվ պետք է ազատենք եւ աջակցենք մեր եկեղեցու ազատագրման գործընթացին։ Եվ այդ գործընթացը սկսվում է հենց այս կիրակի, այս կարևորագույն փուլով։ Բացի դրանից, ուզում եմ ձեզ նաեւ տեղյակ պահեմ, որ այսօր քննչական կոմիտեում պաշտոնական տվյալներով հարցաքննման է եղել քաղաքացի Սամվել Հովհաննիսյանը, հենց ինքը arczepiskopos Նաթանը, այն ձայնագրության թեմայով։ Ես նաեւ համարում եմ, որ այդ ձայնագրությունը բավարար է եւ կարծում եմ, իմ անձնական կարծիքն է, որ քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը նաեւ պետք է հարցաքննվի քննչական կոմիտեում։ Բացի դրանից, պետք է նաեւ հիշեցնեմ Կտրիչ Ներսիսյանին եւ իր կողմից ձևավորված փոքրիկ խմբակին, որ այն քահանաների ուղղությամբ, որտեղ որ դուք կարգալույծ եք անելու, մենք այդ քահանաների կողքն ենք կանգնելու։ Մենք այդ քահանաներին պաշտպանելու ենք ազգովի։ Եվ կարգալույծի թեմայով կարծում եմ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց, որ իրականում վաղուց է Կտրիչ Ներսիսյանը կարգալույծ է արված, գահընկեց է նաեւ արված, եւ այս գործընթացը իրականում պետք է տանենք մինչեւ վերջ։ Վարչապետ Փաշինյանը այսօր ազգային ժողովում նաեւ հստակ խոսեց այն իրավիճակի մասին, որը տիրում է մեր եկեղեցում։ Նաեւ խոսեց այդտեղ գործակալների մասին, սրբապղծություններով զբաղվող մարդկանց մասին եւ հստակ ասեց, որ սա որևէ մեկի ներքին գործը չէ։ Հայկական պետությունը ունի առաքելություն պաշտպանելու հայ առաքելական եկեղեցին, մեր բոլորիս եկեղեցին։ Եվ հավատացյալ ժողովուրդը հավատքով ազատագրելու է Կտրիչ Ներսիսյանից եւ փոքրիկ խմբակից մեր եկեղեցին եւ հավատքով տանելու ենք դարձնել մեր եկեղեցին ազգային միավորման կարևորագույն կառույց, որտեղ որ ամենաբարձր մակարդակի վստահության մարդիկ միայն պետք է լինեն եւ որոնց միակ առաքելությունը քաղաքական դաշտում կլինի
Հայաստանի Հանրապետությանը ծառայելը, իսկ հոգևոր դաշտում սպասարկել հայ ժողովրդին, չլինել օտարի ձեռքում գործիք։ Եվ այս կարևոր փուլում, հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին ոչ միայն քննարկում, խոսում ենք եւ պատրաստում ենք հիմք այս գործընթացի, կիրակի օրը բոլորս միասին մասնակցելով Սուրբ եւ անմահ պատարագում Հովանավանքում, մենք քայլով, գործով մեր ներդրումն ենք ունենալու մեր եկեղեցի ազատագրելու կարևորագույն առաքելությունում։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ կտրիչ Ներսիսյանի հարցը մոտենում է իր լուծմանը, եւ ես ուզում եմ ուրախությամբ ազգիս ասեմ, որ սա կարևորագույն պատմական հնարավորություն է, պատմական մի փուլ, որը մենք միասին բոլորս պետք է ավարտի հասցնենք, եւ սրանով անսահման հնարավորություններ են բացվելու եկեղեցին զարգացնելու եւ եկեղեցու շուրջ համախմբվելու։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կտրիչ Ներսիսյանը իր քայլերով, եկեղեցական քայլերով, որի մի մասն է եւ շատ կարևոր մասն է, Տեր Արամ Քահանա Ասատրյանին կարգալույծ հռչակելը, չկարողանա հաջողության հասնի։ Եվ մենք չենք ճանաչում կտրիչ Ներսիսյանի իշխանությունը եւ լեգիտիմությունը եւ չենք ճանաչում իր կողմից Տեր Արամ Քահանա Ասատրյանին կարգալույծ անելու այդ ապօրինի որոշումը, եւ դա մենք ապացուցելու ենք գործով։ Ես նաեւ կոչ եմ անում բոլորին, որ որևէ դեպքում սադրանքների չդիմեն, որովհետեւ անթույլատրելի է դա, եւ ինչպես Հովանավանքի ժողովուրդը, նկատի ունեմ կից շրջանների ժողովուրդը, ով գալիս է Հովանավանք եւ մասնակցում է պատարագին, այդպես էլ ամբողջ պետությունից, նույնիսկ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից, ես Թբիլիսիից եմ գալի եւ ինչպես ձեզ խոստացել էի, հարգելի հայրենակիցներ, ես հեռու չեմ, ես շատ մոտ եմ, միշտ շատ մոտ եմ Հայաստանին, միշտ շատ մոտ եմ Երևանին եւ միշտ այդտեղ եմ, երբ անհրաժեշտ է, բազում անգամ ինձ կարող եք տեսնել եւ շատ հաճախ Երևանում եւ ոչ միայն Երևանում, Հայաստանի ուրիշ վայրերում, բայց նաեւ կիրակի օրը միասին մենք Հովանավանքում ենք լինելու։ Եվ դրանով, հարգելի հայրենակիցներ, մենք աջակցելու ենք մեր արդար քահանաներին, մենք աջակցելու ենք մեր արդար հոգևորականներին եւ մեր եկեղեցու ազատագրման գործընթացը։ Ես հուսով եմ, որ բազում ուրեմն մարդկանց, ում հետ որ մենք քննարկում ենք ունեցել այս ալիքում, մեկնաբանություններում, ում հետ որ խոսել ենք տարբեր հարցերի շուրջ, բոլորիդ սպասում եմ, բոլորիդ հետ ուզում եմ անձամբ ծանոթանալ եւ այս հնարավորությունը երկու այս կարևոր գործը միևնույն ժամանակ որ տեղի ունենա անպայման պետք է անենք։ Եվ գիտեք որ վարչապետ Փաշինյանը նաեւ ասել է որ մասնակցելու է այդ արարողությունում, ով գալիս է վարչապետի կողքը կայնելու, շատ լավ, ով գալիս է ուղակի մասնակցելու, շատ լավ, ով ուրիշ կարծիքներ ունի կամ ուզում է իմ կողքը գալ կանգնել, միասին որ այդտեղ կանգնենք, միասին այդ գործը անենք։ Ես ձեզ կոչ եմ անում, արեք իմ կոչով նաև այդտեղ։ Եվ համարում եմ, որ դա կարևոր է։ Դուք գիտեք, որ ես Հայաստանում ներգրաված չլինելով քաղաքական գործընթացներում, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, առնվազն այս փուլում։ Ես որևէ քաղաքական օրակարգ առնվազն այսօր Հայաստանում չունեմ։ Ուստի իմ գլխավոր օրակարգն է, որ մենք Հայաստանի Հանրապետության շահերը առաջ տանենք։ Եվ ես սատարում եմ նաև վարչապետի այդ կարևորագույն առաքելությանը, որը ինքը իր վրա վերցրել է, որ առաջ է տանում այս գործընթացը մեր եկեղեցին ազատագրելու։ Բայց եթե որևէ մեկը ձեզանից չի աջակցում իրեն տարբեր պատճառներով, ապա նույն ձևով կոչ եմ անում ես ձեզ եւ արեք միասին միևնույնն է այնտեղ կանգնենք։ Իսկ ով աջակցում է, արեք նաև վարչապետի կոչով։ Տարբերություն չկա, գլխավորն է մեր նպատակը եւ առաջադրանքը ազատագրելու մեր եկեղեցին։ Եվ ազատագրելով եկեղեցին մենք իրականում ազատագրում ենք մեր ազգը, ազատագրում ենք մեր պետությունը եւ մեր ապագան, մեր երեխաների ապագան։
Այս նպատակով վաղուց է, միչև վարչապետ Փաշինյանը սկսեր գործելը, եւ ես իմ հայրը Սարգիս Գեորգի Թումասյանը ակտիվ գործել ենք, փորձել ենք նաև բացատրել Հայաստանի վարչապետին եւ տարբեր խոչընդոտներ ենք ունեցել, ոչ իր կողմից, այլ ուրիշ մարդկանց կողմից, այդ թվում Արթուր Վանեցյանի կողմից, որ չկարողանայինք շատ ավելի վաղուց այս գործընթացում համոզել վարչապետին, որ հենց այսպես է պետք շարժվել այս ուղղությամբ։ Բայց հիմա տեսնում եմ եւ գոհ եմ, որ վարչապետը վերջապես միացել է այս ամենակարևոր օրակարգին։ Տարբերություն չկա ով է առաջնորդում։ Եթե վարչապետն է առաջնորդում, ես իրան աջակցում եմ։ Եթե որևէ մեկը համարում է, որ ուրիշն է առաջնորդում, տարբերություն չկա, իրան կաջակցենք։ Բոլորս այս գործընթացում առաջնորդ ենք եւ մեր ներդրումն ենք ունենում։ Կոչ եմ անում ձեզ, բոլորիդ, գալ Հայաստանի տարբեր շրջաններից, Երևանից, որտեղից հնարավոր է, այդ թվում Վրաստանից ով ցանկություն կունենա եւ միասին մասնակցենք առաջի պատարագում, որը ազատ է Կտրիչ Ներսիսյանից եւ իր փոքրիկ խմբակից։ Այստեղից միայն սկսվում է այս գործընթացը։ Շուտով, շատ շուտով հավատում եմ եւ մենք հավատացյալ ժողովուրդը պետք է այդ ճանապարհով գնանք։ Հավատում ենք մեր եկեղեցու ազատագրման գործին եւ գործելու ենք ի նպաստ այդ առաքելությանը։ Ուստի սպասում եմ ձեզ բոլորիդ եւ ուզում եմ ձեր բոլորի հետ ծանոթանալ։ Կհանդիպենք Կիրակի օրը Հովանավանքում, ստեսություն։